Պարոն Խաչատրյան, ձեր խմբակցության սիլոգիզմը փչացել է, չնայած այդպես նորմալ չէր աշխատում առնած վերջին տասնամյակներին, բայց հիմա տեսեք, տրամաբանական փաստարկման մի հատ բանը, հետագիծը նայենք ձեր, էլի։ Դուք մանտրայի պես կրկնում եք արդեն տարիներ շարունակ, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ Արցախը Հայաստանի եւ վերջ, եւ դրա պատճառով եղավ պատերազմ։ Այսինքն դուք հայտարարում եք, դուք այսքան ժամանակ եկել եւ ասել եք, որ պատերազմը սանձազերծել ենք մենք, Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարությամբ։ Հիմա ասում եք՝ մի րոպե, հայտարարությունը չի կարող ծնել պատերազմ, պետք է լինեն հետախուզական տվյալներ, եւ օրինակ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, դա չի կարող դառնալ կազուս բելլի, դա չի կարող, որովհետև հայտարարությունը ո՞ց կարա լինել պատերազմի պատճառ, բայց այդ հայտարարությունը չի կարող լինել պատերազմի պատճառ, պարոն Խաչատրյան։ Բա ինչի՞ եք մեր հանրությանը տարիներ շարունակ խաբում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձավ պատերազմի պատճառ։ Ուրեմն կամ դուք երեսպաշտությամբ եք զբաղվում եւ ստախոս երեսպաշտությամբ եք զբաղվում, կամ իսկապես ձեր սիլոգիզմը փչացել է։ Բայց մենք հո միայն մեկ հայտարարության մասին չենք խոսում։ Մենք ասում ենք, որ դուք եւ ոչ միայն դուք նպատակաուղղված եւ համակարգված կերպով քանդում եք խաղաղության ճարտարապետությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրված է, դեռևս կարող է վերաբանակցվել։ Դուք ասում եք, որ Հայաստանը չի բավարարվելու իր այս տարածքային ամբողջականությամբ։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա սահմանազատված սահման։ Դուք ասում եք, որ դուք պիտի գնաք եւ պայքարեք Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի համար, այս պահին դուք միջև վերջ գնալու եք դրա համար եւ այլն եւ այլն, այսինքն դուք սեղանին եք դնում հայտարարությունների եւ մոտեցումների մի փաթեթ, որը ամբողջությամբ կազմաքանդում է խաղաղության ճարտարապետությունը։ Ու հենց մենք ենք շանտաժանում։ Դուք տեղով շանտաժ եք եւ ամփոփելով։ Տիկին Կյուրեղյանն ասում է, այ Ռոբերտ Քոչարյանի բան, դուք ոնց եք խոսում մեր ուժի մասին, Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի պատերազմ չի եղել եւ այլն եւ այլն։ Հաղթած Ռոբերտ Քոչարյանի օր։ Բայց հաղթած Ռոբերտ Քոչարյանը խի երկու անգամ պարտվեց սեփական երկրում սեփական ժողովրդին, հետո սեփական ժողովրդի բանը վրա կրակեց։ Այդ ոնց եղավ։ Բայց հաղթած նախագահը գալիս եւ ջախջախվում է սեփական պետության մեջ։ Այդ ոնց եղավ, որ հաղթած ղեկավարը սեփական ժողովրդին պարտվում է, ոչ մի անգամ քվե չի ստանում։ Բա դուք տես չեք մտածել միջև հիմա, բա այդ ինչ է կատարվել, այդ հաղթանակը, որ դուք այդքան ասում եք հաղթել է, այդ Ռոբերտ Քոչարյանը ինչ կապ ունի այդ հաղթանակի հետ։ Համարտեք, պարոն Կոնչյան։